Ողջունում եմ բոլորիդ, անցնում եմ բուն թեմային, որպեսզի մտքից թելը չկտրվի, քանի որ մենք իմ ձևով շարժման ուղղարկի շարժվողների նման չենք, որ գրենք, կարդանք, նոր խոսանք, մեր գիտելիքները մեզ բավարարում է, որ միանգամից արտահայտվենք այն ինչը որ ունենք մեր դարսում կուտակած։ Բարի երեկո հարազատներս։ Ասենց հա բարևելու եմ, հա հարցնելու եմ ոնց եք ու մտքից թելը կդրվի, լավ մնացեք, սաղից շատ սիրում եմ, հիմա ասում եմ բուն թեմային։ Ժողովուրդ ջան, նայում եմ, մեզ կոսպեկտավորում են իմ ձևով շարժումը չէ։ Սեքսա խեղաթուրվածները, ես դրանց անունը փոխել եմ արդեն շատ վաղուց, շեղվածներ եմ դրել իրանց անունը։ Մեզ ասում են փոքրամասնություն։ Ինչից է արմատ առել փոքրամասնություն բառը։ Իմ ձևով շարժման հետևորդներ, կարամ ես ձեզ շատ գրագետ ձևով մատուցեմ էլի այդ փոքրամասնություն բառ։ Ուրեմն մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներս, որ ունենք ամենակարևոր բանը Հայաստանի Հանրապետությունում ապրելու համար, ամենակարևոր բանը Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ բազմահազարանոց խմբերով քալերթով կանգնած ենք հեղափոխության օրվանից մինչեւ այսօր մեր վարչապետի կողքը, որ մենք ունենք պեչատ, կնիկ, դրոշ, պասպորտ, հող, հայրենիք, մենք համարվում ենք փոքրամասնություններ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ համարվում ենք ձեր համար փոքրամասնություններ։ Կներեք, ռսամետ թրքացած, թրքահպատակ, ռսահպատակ հայվանների տեղատարապ, երկիրը ուրացած անգրագիտության մարմնավորումներ, որն է նշանակում փոքրամասնություն։ Մենք թե դուք ձեր ձևով, ինչն է նշանակում փոքրամասնություն։ Փոքրամասնություն դուք եք ձեր առաջնորդի, այդ փրչոտ հորթի հետ հանդերձ, որ երեխեքի վրան քաշելա ոչխարի մորթի ու մեծացրելա ոչխար։ Ես օրինակ երկար տարիներ անասնապահության ոլորտում աշխատել եմ 18 տարեկան հասակում, սենց մի քանի տարի աշխատել եմ։ Հսկայական ոչխարի հոտը որ գնում էր, աստծո տված կենթանիա, մեկը որ բռում էր, մնացածը հետևից գնում էին։ Ամբռալ, բայց ձեր եզը տնային կալանքի տակ մի հատ բռմա, ամբողջը բռում են ու մեզ պիտակավորում են փոքրամասնություն, փոքր խմբակ։ Ուրեմն կներեք, փոքր խմբակը դուք եք։ Կարինե ջան, մի փոքր անդրադառնամ քեզ էլի քուրս բարև։ Մեռնեմ արևիդ, որ զանգում ես չեմ վերցնում, ես ժողովուրդ ծայրահեղ ծանր ու խառը վիճակի մեջ եմ։ Ամբողջ հետևորդները զանգում են, բոլորի ցավը տանեմ, ես չեմ հասցնում պատասխանեմ։ Ես այսօր 4 սատ հյուր եմ ունեցել, 4-ներ զինվոր տղերք են եղել, ես ընդհանրապես ժամանակ չեմ ունենում ոչ նստելու։ Իմ տան անողն եմ ես, դնողն եմ ես, հյուրասիրողն եմ, հույր ընդունողն եմ, ճամփու դնողն եմ։ Անցանք առաջ, կանդրադառնամ բոլորի զանգերին երեխեք ջան։ Վաղվանից անպայման ներող կնեք դրա համար։ Ժողովուրդ ջան, մենք համարվում ենք փոքրիկ խմբակ, դուք մեծ խմբակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեք, կնիկ չունեք, պեչատ չունեք, դրոշ չունեք, ապօրինի Արցախը բեռնաթափած ժողովրդին ցույցի մատերիալի պես բերել եք լցել Սամվել Կարապետյանի այդ որջի մեջ, այդ անասնագոմի մեջ, որ Հայաստանի Հանրապետության ցիրկը 36 տարի ապամոնտաժվեց, երեխեքը զրկվեցին ցիրկ գնալուց, մեծերը նույնպես, մի խոսքով կրկեսի կարոտ ապրեցին, բայց այսօր ծառայմա Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու ինչ որ մի հատ անասնագոմ, որի մեջ կան բազմահազարանոց հայվաններ ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով հայտնվել են այդտեղ, բայց ձեռք են բերել մի մեծ խմբակի անուն ու համբավ, մեզ էլ պիտակավորել են փոքր խմբակ։ Փոքր խմբակը դուք եք։ Էգուց հիմա հավաքվեք, եկեք Հայաստանի Հանրապետության հրապարակ, փոխանակվում ենք անձնագրերով։ Մի հատ թող ստուգող համակարգ դնեն, տենան Հայաստանի Հանրապետության բնակիչ Ռուստամ Ավակյանը, Վալոդիա Գրիգորյանը, Սեդա Մինասյանը, Արցախից եկավ չգիտեմ Աննա Եսիմինչյանը, Գրետա Եսիմինչյանը, տենանք որդ է գրանցված, որդ։ Ախր դուք մեր երկրում ոչ կնիկ ունեք, ոչ պեչատ, ձեզ Հայաստանն էլ բեռնաթափած այդ հայվանը, որ ապամոնտաժեց Արցախը, Քոչարյանը, հենց դեր Սամվել Կարապետյանը, հենց դեր Սերժը, հենց դեր Լևոնը բերեցին լցրեցին Հայաստան։ Այսօր Նիկոլը իրա բերանից, իրա թոշակառուի բերանից կդրմա ձեր նման ջանդակահաշիվ, ձեզ 50,000 դրամ վճարումա ձեր ախորը փագելու համար, որ վերընկնեք ու ձեր համար թաղամասերա կերտում, կառուցումա բնակարաններ, կառուցումա մանկապարտեզներ, ստեղծումա ձեր համար աշխատանքի տեղեր, հələ բողոքավորեք։ Ձեր այդ տեսակը միշտ բողոքելու դեպքում ասուց ստանալու է իր արժանի պատիվը, անտեսված ալնելու ասու կողմից ու երբեք Հայաստանի Հանրապետությունում ոչ դիրք, ոչ հիմք, ոչ էլ ամուր հող ալնելու իր ոտքերի տակ։ Հայաստանի Հանրապետության հողը այն բնակիչինն է, ով որ Հայաստանի Հանրապետությունը չի ուրացել, երկիրը չի թալանել, ամբողջ Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքները չի խեղաթուրել ու չի տանել պատմոսով մատուցել Պուտինին։ Այդա համարվում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Ի տարբերություն ձեզ, նայում եմ քաղաքական Հայաստան ասված բարի բովանդակությունը ընդհանրապես չհասկացող հայեր։ Չհասկացող 60%-ը Հայաստանի Հանրապետության, այն վաղ 99%-ն է նվազել է ժողովուրդ ջան, դարել է 55-ից 60%-ը։ Մի վարքյան կներեք, մի վարքյան։
Մի բաժակ ջուր դեմ կողքս սպերանը շորանմա չեմ կարող խոսամ կներեք ժողովուրդ ջան Հայաստանի Հանրապետության ասում եմ 50-ից 65-ից 50%-ը արդեն դա նորմալ կարգավիճակում է հայտնվել սենց ասեմ ժողովուրդ ջան մնացած են 45%-ը քաղաքական հայացքներ չունեն որ քաղաքականության մեջ շահ են տենում գծվում են ընդ երեք Էջմիածնի հոկտեմբերյանին եկեղեցում այդ որ գյուղն է մորանում եմ մրկաշատ մի խոսքով Գոհեմտեի բնակչությունից նախ եւ առաջ շնորհակալություն եմ Գևոր Պապոյանին գրգախառնվեցին մեր Արագածոտնն մարզի աշտարակ քաղաքից անենց մարդիկ որ ես ապշեցի այդ մարդիկ Դոդի Գագոյի վախտով գրգախառնում են Դոդի Գագոյին նրա շտաբը ներկայացնողին այդ նույն մարդիկ քաղաքական հայացքներով գրգախառնում են աշտարակի քաղաքապետին այդ նույն մարդիկ գրգախառնվում են Սերժին այդ նույն մարդիկ գրգախառնվում են Վանեցյանին այդ նույն մարդիկ գրգախառնվում են Ռոբերտ Քոչարյանին այդ նույն մարդիկ Դոդի Գագոյին ես ուղարկի ապշում եմ բառից բուն իմաստով ապշում եմ ոնց կարելի է ինձ համար օրինականն ամ Սերրավնո ով կլինի կարողա բերեն մի հատ թուրք դնեն Հայաստանի Հանրապետության նախագահ վարչապետ այդ թուրքը Հայաստանի Հանրապետությունը ազատի պատերազմական վիճակից Հայաստանի Հանրապետության դարպասներ նամուր ու անաղիկ բայի հայ զինվորի կյանքին վտանգ չսպառնա կդառնա իմ աշկի լույսը Հայաստանի Հանրապետության ծերը թոշակառուն միայնակը անտեսված չլինի դա էլ կդառնա իմ աշկի լույսը իմ համար աննամ Սերրավնոյով կլինի բայց քանի որ այս մարդն է ու անում է այն ինչ որ տեսանելի է աշկին ականջին բերանին ձեռին շոշափելի է դա արդեն փաստ է իսկ ինչ մնում է որ դուք մի հատ լակոտ ախոսում դրանցից այդ իմ ձևով շարժում ասեմ թե Գամ Հայաստան բավարարող ասեմ իդեպ իրանց խոսքի տերն են բավարարող տղերք են այսօր երկու ավտոբուս կանանց բարձրացրեցին այնքան էլ արագ բավարարում են ու իջացնում նախանձից մեռնում եմ աստված ջան ուզում եմ այդ համ դառնամ դրանց խմբից Այդ համ դառնամ դրանց խմբից 5 րոպե ատենեմ տևում 50 հոգի բարձրացնում են բավարարում իջացնում մալածեց այդ սոցիաներին ինչքան եկամտաբեր ժողովուրդ են ինչքան հարգալից ազգա Սամվել Կարապետյան իր ժառանգներով Ռուսաստանի Դաշնությունում երկար տարիներ սեքսով չզբաղված սեռական սերնահեղուկը հավաքած եկել է Հայաստան ու բավարարում է իրան ընտրողներին 5 րոպեն մեկ տեսել ես այն ֆուրհաբուզի մեջ որ ասում է շփ ու վերջ ասում է հա շփ ու վերջ շփ տոշնի այդ կարգավիճակն ուղարկի հիացած եմ որ քաղաքական հայացքներով ձեր աշկը ուրիշի բաղ չեն չեք գծեմ տարբեր կուսակցություններից չեք բավարարեմ նախ ձեր վրա այդքան պլոճիկ էլ չկա բավարարում եք միայն ու միայն ձեզ ընտրողներին հալալա թող ձեր ընտրողները բավարարված լինեն մեզ ընտրողներն էլ չբավարարված լինեն թող այնքան բավարարվեն ավել թիքեն էլ եթե տեղ չինի կողեն իրանց լույսը խնդիր չկա ձեզ եմ նվիրում Հայաստանի Հանրապետության ամենասուրբ ու թանկ հատվածին մտովի բավարարող, բայց երբեք տղամարդկային ժողգործիկ չունեցող Սամվել Կարապետյանի ամփույթ անկողնու բարբից առաջացած որդի, որի տեսքն է ոչխարի մորթով ինչ որ մի հատ համբալի սերունդ, ասեմ բրծնեմ, կարճ կոնկրետ։ Ուրեմն գնացեք բավարարեք ձեզ ու գիտակցաբար մոտեցեք այս հարցին։ Դուք բոլորդ մեր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների դեմ համարվում եք ոչ թե փոքրամասնություն, այլ չբավարարվածների կառույց, որոնց համար ստեղծել են երթուղային տրանսպորտ, թափառաշրջիկ բավարարման գրասենյակ, կարելի ասել սաունա, հանում են ավտոբուս բավարարում իջացնում։ Ես չգիտեմ ես ինչ ես գրել Մեռնեմ ջանիդ, հեռախոսը համարա թե դա քո էջի, բաննա չեմ իմանում, կարաս անհատական գրես, եթե ինձ համար ես գրե կապնվեմ, խնդիր չեմ տեսնում։ Եթե ոչ գրինես որ հասկանամ։ Ժողովուրդ ջան, շատ լավ է, որ նոր հանկարծ եկաք Հայաստան ու հիշեցիք, որ Հայաստանի ժողովուրդը չբավարարված է, նաև հիշեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում 20,000-ից ավել սոցիալապես անկացարան ժողովուրդ կա ու պետքա կացարաններ սարքեք այդ ժողովրդի համար։ Կներեք, Սամվել Կարապետյանը եգրաշարժից հետո է ծնվել։ Ես ինչքան գիտեմ, իր հոր կրավատը շարժվելուց հետո է ծնվել։ Ինչքան գիտեմ։ Որովհետև ես եգրաշարժին արդեն 4 տարեկան էի ու լավ գիտակցում էի ինչա կատարվում։ Այսօրվա պես իմ աշկերի առաջնա ժողովրդի գոռոցը կանաչ ռադիո էր, սպիտակ դինամիկը մեջը հայտարարում էր։ Այսօրվա պես ես հիշում եմ, մենք էլ հայաթ երեխեքով խաղ ենք անում։ Այսօրվա պես ուզում եմ իմանամ, Սամվել Կարապետյան ջան, որ թվին ես լուսաշխարհեք է, քեզ ազատող բժիշկը կյանքում ազգու երամով պիտի ջուրախանա։ Քո տեսակի տոմսը դու դա աբրատնի պետքա լիներ։ Ճղվեր ու նույն մուտքով չէ։ Որտեղից որ դուրս եկեք հակառակ մուտքով հետ բրտվել, որ խառնվել քաքի, կեղտի, որ ընդհանրապես չերևալ, որը որից հետո է։ Այդ երբ ես ծնվել, որ չես տեսել, որ Հայաստանի Հանրապետության ամենահպարտ քաղաքացին են Գյումրեցին, այն Գյումրին, այն որ ձեր էշկավենչիկը, որը վաղ Ամերիկա կոչվում, խորն է դա նախատեսվածից մի մետր էլ ավել, կանգնեց ասեց Գյումրեցին, թուրքա, թուրք Շիրակի մարզի ժողովուրդը թուրքա, չեմ մոռացել ոչ մի բան։ Կներեք ժողովուրդ ջան, այդ Գյումրեցին, այդ ձեր աշկին որ թուրք էր երևում, նոր եմ հասկացել եք ասե թուրք, այդ ոչխար դալբայոբներ, ասել եք թուրք որ անտեսեք, որպես մեծ բարերար, անտեսեք որ դոմիկներից չհանեք, բա ուր եք, 20,000 պետք չէր, 1000 բնակարան է սարքեք, Գյումրին կծաղկեր, կշենանար Գյումրին, ինչ է կարել, հիմա հանկարծ մի գող փիսո,
Գողոնը տարած թաքցրած, լավ հողի մեջ պահած, թուրքի տակը դրած, Ալիևի Թուբանի, Պուտինի, համար առաջի սպիտակ թուրքն է ժողովուրդ, Ալիևի մեջ մարկություն կա, այդ ռսամետ քոչվորի մեջ մարկություն չկա հիշեք։ Իշքան կարակ ասեք, դա սպիտակ թուրքա ժողովուրդ ջան, տարել ես ունեցվածքը դրենդեղ, լրիվ ապահովագրե, կնգատել պարկացրել այդ ունեցվածքի վրին, Պուտինին է զալատոյ զապաս պակրիվալի փրելես վրեն, պակրիվալի պես։ Եկել ես Հայաստան, նոր ես իշե որ Հայաստանն անբավարար բանա, ֆինանսական մեջ ճգնաժամի մեջ է, չբավարարված մարդիկ կան, հեր ու տղա աջակցմեք։ Հերը տները ասարքն, հերը ցիրքնա բաց է, տղեն գալիս է բավարարելու, այ մարդես ինչ լիություն ես բերել ես ազգին։ Սամվել Կարապետյան ջան, այ Նիկոլ ջան, շարդ քաշի գնա, սրանք սաղ գործերը անում են, անգամ մի պաչիկով գեմարո են բուժում։ Մի պաչիկով գեմարո են բուժում։ Նիկոլ ջան գնային կոմ, թող սաղ բուժեն, մենք ադու ժողովրդի կողմից սիրված ընտրված վարչապետ ես։ Հետո քեզ կբերենք մեռնեմ արևիդ։ Գնային կոմ։ Ստեղ մեծամասնությունը աշկի խնդիր ունի, գեմարոն տարածված հիվանդություն է, դուք ինչ ձևով եք բանանում, լուծում չգիտեմ։ Տարբեր ձևեր ունեք, ոնց եք բավարարում։ Ստեղ չբավարարված տղամարդիկ էլ կան, որ սեռական օրգանների ուռուցք ունեն, մի փչելով կարակ մաքրեք։ Եկեք, այս ինչ բարի նպատակներով եկեք։ Մի անգամից դպրոցներ սարքում եք, մանկապարտեզ սարքում եք, 30,000 գործի տեղ սարքում եք։ Այս ինչ օվալաձև հեքիաթա, այս ինչ հեքիաթա։ Ու դուք մեզ համարում եք փոքրիկ խմբակ, ձեզ էլ դեբիլների դպրոցի համակարգ ու տարածված, հա։ Ջրով խմում են էշերի կենացը, ես խմում եմ ձեզ հավատացողների կենացը։ Թքած ունեմ ձեր մտածելակերպի վրա։ Ես եփ եկակ, ուզում եմ իմանամ, եփ եկակ, ժողովուրդ ջան, սխալ հարց եմ տալի։ Սրանք խուր են այսքան վաղ, այսքան բարի մարդիկ են, այսքան այս հայ ազգին սիրող, լավ խիտ օղեցի 36 տարի, մեզ Քոչարյանը, այդ թուրքը, այդ ռսամեդը, բռնաբարի մեր հողուջնի մեջ, բռնաբարի։ Գյուղերում, մտնում էր գերեզմաները, գյուղերում, կրիմինալ աշխարհներ տիրեմ, ոչ մեկ իր մահով չէր մեռնում, 20-ից 18-ից 25 տարեկան երեխեքը քարերը քաշած, սա գողական աշխարհի բազարներից ու եսի մինչերից մեռնում են երեխեքը։ Խիչեի գալի բրգեկ ես երգիրը խիտվի Քոչարյանին այսքան բարի մարդիկ եք, խիտվեցիք, որ գլխատվեց մեր պետությունը, որ կերտվեց հոկտեմբերի 27 խիտվիկ, մեզ Դեմիրճյանն էր պետք, մեզ Նիկոլն էր պետք չէր, մեզ Դեմիրճյանն էր պետք, բա որ այդքան բարի եք, այ ոչնչություններ, ուր եք դուք, ուր եք, ես ուզում եմ իմանամ, ուր եք, ուզում եմ իմանամ, ուր եք, մարդու գլուխ ուրմա, այս ինչ բարություն են բերել այս ազգին, այս ինչ ձև եք դուք նախանձում Փաշինյանին, փաստորեն Փաշինյանը մեզ ունեն սա տանջում ու խոշտանգը, որ նոր ենք ձեր աշկի ներևած է, որ մենք ազգ ենք, հետնել փոքրամասնություն, մի անգամից բրիգադայի կազմի ու լծվի Հայաստան, որպիսի փրկեք Հայաստանը, մեկը սեռական հարցերն ա լուծում, մեկը պաչիկով գեմարոյա բուժում, մեկը կես դրույքով դեղերն ա բերում, բա խիչ ես դեղերը լրիվ ձրի բերում, ուզում եմ իմանամ, խիչ ես լրիվ ձրի բերում դեղերը։ Ապրեք, երկու օր էլ քարոզեք, Հայաստանը շենությունից կտրակի։ Ես անգամ դգամ ձեզ կընտրեմ, մեռնեմ ձեզ։ Մալադեց։ Մենակ պետք է գեմարո բուժեք, խողովակները փչեք մաքրեք, տունս վերանորոգեք, թազա բնակարան տակ, էլ ինչ ասեմ։ Հա, դեղերը ստիկես դրույք կլինի, 36,000 աշխատատեղից 3,000-ը պետք է ինձ տաս որտամ իմ հարազատներին, իմ հետևորդներին, էլ տակը բան չի մնում։ Էս ինչ բարի գրուպա եք։ Ես չգիտեմ, գրուպա եք, հա։ Հայաստանը փրկող գրուպա եք, այտենց եք ներկայացրել Հայաստանի Հանրապետության այն մի մոլորված հատվածին կներեք դուք գրուպա չեք, դուք ուղարկի ձեր մեջ գելընկած ու հոտը կորցրած ոչխարի սուրու եք, որ բռալով Պուտինը ձեզ բերել է Հայաստան, մի հատ էլ տարբեր երկրներից մարդիկ ա գտնում, որ Հայաստանի Հանրապետության ընտրությունները խեղաթուրեն այլ երկրներից, չկա նման բան, չկա եւ շատ հավանական է մինչեւ ընտրությունները թորթոп անեն ու ձեզ ուղարկեն են պղծված քահանաների տակ, որ վանքերից պոկել է Մարիամ Աստվածածինի Հիսուսի նկարը ու կպցրել է ձեր նման կեղծ, լպիրշ, սրպապիղծ բարերարների կնոջ պշտված նկարները, սիլիկոնով լցրած պրոշները։ Կարող է եւ դուք մինչեւ ընտրությունները թորթոп լնեք ուղիղ այնտեղ, որտեղ որ ձեզ սատարող ու կեղծ առանց խաչի աղոթող քահանաներն են։ Ուղարկի զարմանում եմ։ Ինձ ես ասում ռեխս փագեմ ռադլնեմ։ Չանդրադառնամ էլի, վառված եք, ուրիշ բան չունեմ ասելու, ասում եմ, հարց եմ տալի, այս ինչ բարություն ա տիրե, թե Սամվել Կարապետյանը մի ամիտ իր Ամերիկայի անձնագիրը բացել ա դրել այն կողմ, կա չէ, նստում ես ընտանիքով հավաքվում ես հին նկարներն ես նայում, կամ դոկումենտ ես ստուգում, հետո դրել ա Գերմանիայի անձնագիրը, հետո Ֆրանսիայի անձնագիրը, հետո Մոսկվայի անձնագիրը, մի ամիտ էլ տեսել ա հայա, Հայաստանի անձնագիրն անգետ ձեռը, մի անգամից եկել ա Հայաստան ու բոլոր բարի գործերն անում ա, Մալադեց։ Դրա համար ժողովուրդ ջան, եթե ինձ բան չեք գրում վիրավորական, այդ նշանները մի դրեք, իրար իմեջի մեջ չեք հասկանում հարազատներս, երեք էլ վիճաբանություն եղավ իմեջի մեջ, իմ հետևորդներն եք, գրեք Ռուստամ ջան, կամ ինչ-որ մի բան գրեք, իրանց անունը գրեք, հենց մի անգամից վիրավորանքն ես գրում, մեռնեմ արևիդ, էջի մեջ իմ հետևորդներով սկսում եք վիճել իրար համար, իմ պատճառով մի վիճեք հարազատներս, երեք էլ ա դեպք եղե, միջադեպ էլ է,
վիճաբանություն ժողովուրդ ջան, ես ուզում եմ ասեմ, որ ես իմ հետևորդների փոխարեն մեկից մյուսը ներողություն եմ խնդրում ու ուզում եմ որ սերով համերաշխնենք ու ուզում եմ նորից անդրադառնամ բուն թեմային։ Այս ինչ բարի Հա, հասկացա, որ ինչ չի գրում, Մեռնեմ ջանին։ Ես զգացի իմ հոգու խորքում չվիրավորեցի, եթե վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում։ Ժողովուրդ ջան, ապշում եմ, այս ինչքան բարի բարերարներ ունենք։ Լավ 36 տարի ուր եք։ Իմ մերս վաուչերներ են, հիշում եք 7000 դրամ։ Մեկը ծախել է, ես այսօրվա պես հիշում եմ, մեկը ծախել է։ Տվել է Լուսի Մարտին, մենք 3 ամիս ծմերը հոսանք ենք ունեցել, ընդամենը մի հատ լամփուշկա էր կախված մեր տանը։ Երկուսն էլ ծախել է, մեր այս տունը սեփականացվել է։ Պարուս բանը, Պարուլ Հայրիկյան մի էլիտար հայվան դա էր։ Բերթից նոր դուրսեր եկել էր քաղաքական հայացներով տեխնացություններ դրել, Օշականում իրան պետք ընտրեն։ Ամբողջ Օշականում մերս էր մենակ իրան ընտրել։ Ամբողջ Օշականում մի մեշոկ ալուր տվեցին մեզ։ Այ էդ եկեղե, այդ ձևի, այդ խղճուկ ժողովրդին այդպես խղճուկ եք սարքե։ Ու այդքան տարի չկայք։ Այս ինչ մեծ բարություն տարածվեց։ Այս ինչ մեծ հարգանք տարածվեց հայ բարերարների մեջ, որ եկան Հայաստան, մեկը մեկից անընդմեջ ու ուզեցան տեր կանգնել այս ժողովրդին։ Կներեք, ել ձեր կարիքը չունենք։ Ոնց որ երեխեն անհերան մեր մեծանա, դառնա 40 տարեկան նոր ծնողները իհայտ կան։ Բարձի թողի թողած գնացածն նոր իհայտ կան։ Հազարավոր մարդիկ, ես ինքս աշխատել եմ իմ ընտանիքի գոյությունը պայելու համար։ Գեներալ Մանվելին, լուսահոգի Մանվելին։ Ես թաղեմ դրա թաղողներին, որ չափից ավել խորը չեն թաղե, մի հատ էլ հանին շփին դուս, եթե կհիշեք։ Ժողովուրդ ջան, գնացել ենք Մանվելի վիլաները, այստեղ էլ մարդ կա հենց հիմա, Կարինեն իմ քուրիկը, կարող է հիշի ես դեպքը, չեմ հիշում, ինքը մեր հետ կարդ է չկար, բայց ինքն էլ համատուցող էր իմ այս զինվորական աղջիկա։ Գնացել ենք Մանվելի վիլաներում, սպասարկում ենք անում ամանորի համար։ Սպասարկեցինք պրծանք, ուղիղ 3 օր մնացինք։ Չեմ էլ դնեմ Մեռնեմ արևի, չեմ դնում աղբերս։ Գնացինք, սպասարկեցինք պրծանք, ժողովուրդ ջան, օգոստոսի 5-ին նոր փող ստացանք Մեռնեմ ձեզ։ Այ այդ տեսակ տականքներ են ելել։ Որ այսօր դուք իհայտ եք Հայաստան, նայում եմ, գրում են, վայ Մեռնեմ ձեզ այդ բանի։ Սերական հարցերը լուծող այդ ուրոլոգի բաժնի պետի լայվերի տակ գրում են Մեռնեմ քեզ ապրես 30,000 աշխատատեղ 20,000 տուն ինձ կա բաց մեսեջը տենում ես Արցախցիա Արցախցի որ ապա մոնտաժվել է Սերժի Կարապետյանի Լևոնի ու տենց բազմահազարանոց հայվանների բարձր հովանի ներքո ապշում ես բա ուր եք այն ժամանակ որ Հայաստանի Հանրապետությունում հազարավոր սոված երեխեք կային Հայաստանի Հանրապետությունում որփանոցներում երեխեքը կոտորվում էին ծերերը ծերանոցներում էին կոտորվում հաշվանդամ երեխեքի կառուցում սնունդ չկար ջուրը չռմեր երեխեքի վրան կներեք սիրելի բարերարներ Հայաստանն էր բեռնած Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստանն էր բեռնած հայվաններ Արցախցիների համար իբր թե փրկիչներ ու բարերարներ այսքան տարի ուր եք ուզում եմ իմանամ ուր եք այ համաճարակներ այ քայլող վիրուսներ, այ Հայաստանը 36 տարի ճրակի մեջ պահածներ, այ երկիրը խայտարակածներ, այ Հայաստանի Հանրապետությունը 4 մասի բաժանածներ, Լևոն Քոչարյան, այս էշը ինչ Կարապետյանա, ուրոլոգի ուսուցչուհի ասենք, էշ չի խանգարի, այդ ոչխարի մորթին Կարան Կարապետյանա ինչ գրողա, Սերժ, Քոչո, Կարապետյան, Լևոն, երկիրը այդպես 4 մասի եք բաժանել, ուր եք Հիմա հանգարցակի Հայաստանի Հանրապետությունը հիշել եք Հայաստանի Հանրապետությունը սոված երկիր էր սպարապետից նկարով Անձնավորությունն եկավ իմեջը շնորհակալ եմ որ եկել ես չգիտեմ ինչ նպատակով ես եկել ամենայն դեպս բարով ես եկել ուր է սպարապետս հարցնում եմ ում ձեռով մահացավ հանկարծամահ լավ երկար տարիներ պատերազմի դաշտում եղավ անզեն կրվեց այդ մարդը Յաշիկ նվեր ստացա որ Հայաստանի Հանրապետությունում Յաշիկը գիտեք մենակ մրգի Յաշիկ ուրիշ Յաշիկ չգիտեք ինչա տարավ զենքով փոխեց բերեց դրեց Հայաստանի Հանրապետության պետության ու պետականության վրան որ հիշում եմ մխկտալս գալիս է որ այդ մտնում եմ իմ սպարապետի թանգարանը տենում եմ իր մի փոքրիկ 3 հատ գաթեն որ իր լուսահոգի մաման պատրաստել է որ առավոտը չայ է խմում տնական գաթով երկուսը սաղլա մեկը կիսատ ասել է ինձ կանչել են այսօր կարևոր գործ կա սիրտս կտոր ալնում ուր են դուք կոտորասն անգուտ բերող տեսակ եք Հայաստան այդ իշով կեք դուք Հայաստանի Հանրապետությունը փրկող տեսակներ չեք Հայաստանի Հանրապետությունը փրկող մարդը Վազգեն Սարգսյանի պես մարդուն թեպետ նա թիկունք պայելու կարիք չուներ թիկունքից չէր խփի Վազգեն Սարգսյանի պես սպարապետին Կարեն Դեմիրճյանի պես լեգենդին ճակատից չէր խփի հոկտեմբերի 7 չէր կոսպեկտավորի ձեզ ընտրողները պետք է տես կոտորվեն ձեզ ձեն տվողները պետք է կյանքում չուրախանան ձեզ ձեն տվողները այտենց պետք է ան դոկումենտ ան կնիկ ու պեչատ հավերժ քաշկան էս էլ մի հատ խառակ ինձ պետք ես չկրկնվող տեսակ չեմ Ճիշտ ես ասում ախպերս, բայց որ նայում եմ մեր այս շրջապատներում ինչա կատարվում մեր կողոքուշտը, ինձ բան պետք չի Մեռնեմ արևի, ես ասել եմ ցավը տանեմ, ես այս վարչապետից այնքան բան եմ քերե, այնքան բան, որ ոչ մեկ չի քերե, հիմա թվարկեմ ինչ եմ քերե, կոսպեկտավորված բանակ, կայուն զինվոր, մաքուր զինվոր, նորմալ սնունդ ուտող զինվորի process եմ քերե ես այս իշխանությունից քերել եմ փոխադարձ հարգանք, ես այս իշխանությունից քերել եմ վանքերում Կիրակի օրը խոնարհվելու տարբերակ, ես այս իշխանությունից քերել եմ խաղաղություն, ինձ էլ դրանից ավել բան պետք չի Մեռնեմ
ես։ Լիքը մարդիկ կան, մեր մեջ էլ կան։ Ինքնահաստատվելու համար, Փաշինյանի կողքը կայնել նկարվելու համար, գծվելու համար, այդ մեն ընդ արենքից բան պետք չի մեռնեմ արևից։ Իրան թող ուժը կորով լինի, առողջություն լինի։ Հայ ազգեն անգիտակից հատվածին էլ խելք, մտորում ու գիտակցաբար անելու իր քայլերը։ Ուրիշ բան ինձի պետք չի։ Ուղղակի ես որ նայում եմ ինչա կատարվում, ապշում եմ, բարերար։ Ինչա նշանակում բարերար։ Ես Ռուստամ Ավագյանը, բազմահազարանոց Սփյուռքի կողմից սիրված, հարգված ու մեծ ֆինանսներ Սփյուռքի միջոցով Հայաստան բերած, ամբողջ Սփյուռքի ճակատի դառը քրդինքը իմ լեզվով իրանց գրպանից հանվելա, եկելա մտելա իմ տուն ու իմ տնից բաժանվելա հազարավոր ընտանիքների, ոչ թե հարյուրավոր։ Ուր էին այդ բարերարներն այդ ժամանակ։ Ես իմ սոցիալապես անապահով վիճակով հացի փռերում, ռեստորաններում, անասնագոմերում աշխատելով ապրել եմ ես։ Ես պետք է այդ հայ զինվոր օգնեի ուրիշ 80 տարեկան սոցիալ փողով Քոչարյանի ու Սերժի Դարդու Հայաստանից փախած տատիների սփյուռքահայերի գրպանի բերած քրդինքով զինվոր են բայ։ Ուր էին այդ բարերարները։ Ուր էին ուզում եմ իմանամ ուր էին։ Հանեք ձեր բարերարներին ուղարկեք Երևարված զինվորների տուն։ Հետ են եկե Գևոր Շուրջանին քննադատում եք։ Որտե գերիա գալի քննադատում եք 4 կոմը գերեվարված զինվոր էր Դոդի Գագոն մի հատ իրանման էշ սպորտմենա գտնում իր թիմից առնումա բալանիները նիվեքի ջորիների վազելով այդ խամերների պատար տար ամեն գերեվարվածի դուրը մի հատ նիվա կանյացրա ասա Հայաստանի Հանրապետությունում իմ դաուն երեխեքը մեծանում են Կոարյան գնով քոեն եղբայրների շիրիմի շվակի տակ են մեծանում իմ երեխեքը տար մի հատ նիվա նվերտուր տար ամեքին մի հատ կացարան նվերտուր թե սպասում եք ձեզ ընտրենք պրստենք 20000 տուն տակ 20000 տուն ես էլ եմ ձեզ տալի եկեք Անես շինքը որ ասես պետք է տա ես էլ կասեմ ու չեմ տա խնդիրը ո՞րն է Էդ եք եղե դուք, էդ եք եղե, ես ասում եմ, ոնց կարելի է մարդ սատար կանի, ես չեմ հեղափոխում մարկանց, ես հարց եմ տալի իրաց պաշտպանող թիմին, իրանց ընտրելու են չբավարարված կանայք, մոտ այսօր 1500 հոգու ձայն ունեն իրանք, մոտ 1500 կին բարձրացավ ավտոբուս իջավ, ասում եմ այնքան արագ են բավարարում, այնքան արագ, նույնիսկ ես հասկանում եմ թե իրանց երեխեքը խիեն այդպես թերաս, վաղահաս ծնունդ չեն իրանք, էլի չկայացած ծնունդ են, երևի իրանք էլ են այդպես, շփ Բավարարված նապաստակի կարգավիճակա նապաստակի կարգավիճակ բավարարում բրախմեն սես նախանձից ջուրը բենովս էդ մեր ասմի այ մարդես ինչ մարդիկ են եկան տնով բավարարեցին սեռական հարցերով բավարարեցին 30000 աշխատանքի տեղ սարքեցին ցիրկը 26 տարի փագեր բացեցին վայ մեռնեմ ցես դուք լրիվ Հիսուսն եք այն որ ձուկը դնումա ծերը դնումա ձգի վրա են սալեն շատանումա իրոք գլուխս կպելա մալադեց հելնում եմ հենց մի լայֆը դադարացնում եմ ինչից եմ Հիասթափված բավարարված ելնելուց կամ բավարարելուց պետք չի ընդհանրապես մարդի բավարարված չնի դի կիսատ լինի իր մոտ որ դրա կարիքը էլի ունենա դրա համար հելնում եմ այս երկորա մի հատ երկաթից շալվար ունեմ հագնում եմ մեծ կողպեքը բալանիկով էլ չի որ չջարդեն բանով թվով կողպեքա դնում եմ շլվարից դեմնու քնում ինչ գիտես որ կոմից կգամ բավարարելու շատ վտանգավոր է հիմա Հայաստանում ժողովուրդ ջան հակեք երկաթի պլավկաներ Դեմը կողպեք դրեք, հանգիստ քնեք, բավարարում են աչուցախ, մենակ բաց թողեք ձեր պորտմանները, կարող ախիղճ ունենան փող դնեն, կամ այդ 20000 տան բալանիները դնեն, կամ աշխատանքի տեղավորելու վիզիտկան դնեն այդ 30000-նոց աշխատատեղս ընդունելու, կամ էլ ուղարկի հեռախոսահամար դնեն հասցեով, որ ներկայանաք ցիրկ, որովհետև ցիրքում այդ կլոունները խաղալու են շուրջ 6 ամիս ու մենք էլ առանց տոմսի on-line մեր տներից նայելու ենք այդ հայվաններին հպարտանանք ու ծափ տանք թե ոնց եղավ որ ցիրկը բացվեց մայմուններն էլ անվճար բերվեց ու լցվեց եւս մեկ անգամ վառ մնա հիշատակը հայվան մեր Պուտինի անտիկվար հայրեվան Հայաստանից Ռուսաստան ներբեռնված շին աղբի պես հետ թափված Հայաստան ու Հայաստանի Հանրապետությանը բավարարած ձեր կենացը թող լինի հալալա ձեզ աղնու հացը Հարամլնի ձեր դարերի երկրի կերածը լավ մնացեք բարի գիշեր ժողովուրդ ջան 1-0 վարչապետի սրտի կինել մեռնեմ լավ մնացեք բարի գիշեր դե հիմա Սամվել Կարապետյանի մեծամասնություն թիմ կեթաս կիմանաս որ իմ ամեն մի բառը մի բայրակտար է ես փողով չեմ խոսում Փաշինյանը ինձ չի վճարում ես սովորական աշխատող ապրող մարդ եմ մեկ էլ մի ամբողջ սփյուռք ունեմ կողքս կանյած լիքը բարի քուրիկներ հոպարներ մորքուրներ տատիներ Եվ դեն շարունակ ասեմ քեզ ու դա գիտես ինչից է առաջացել այս մաքուր ձեռից ու դա գիտես ինչից է առաջացել զինվորի առաջ խոնարհված ու խոնարհվելուց ու մինչև առ այսօր խոնարհված մնալուց մեռնեմ ձեզ խոնարհված մնալուց 30,000 թողնի թող 30 չլինի ոչ 30-ն են բացելու ոչ 3-ն են բացելու ոչ էլ 31,000-ն են բացելու ժողովուրդ ջան սրանք ապօրինի հայվաններ են ուղարկի միանգամից շատ մենյու են բերեն այն որ այդպես տարիքով մարդի թաղում ասում ես դե լավ հետո ինչ որ տարիքով էր համ խաշլամա տվին համ ձուկ տվին համ աճարով սնգով փլավ տվին մի սրանցն է սա հարցերը միանգամից լուծեցին ամենակարևորը Հայաստանը on-line փրկեցին Հայաստանի գահին կարոտ մնացին Հայաստանի ժողովրդի կվեին կարոտ մնացին ու կհեռանան այտենց էլ ժողովուրդ ջան բոլորը անցողի կա մի մոռացեք որ վարչապետն ինչ եկել է իշխանության ասեն էսա կտենակ մարտի 1-ին ինչ ալնելու էսա կտենակ դեկտեմբերի 7-ին ինչ ալնելու
Բերանը սա մեռնեմ արևին։ Ուղիղ 3 լիտր ջուր եմ խմի արդեն։ Ասում մի քիչ խոսա լսենք։ Զանգեք խոսամ, ձեզ սաղից հավը տանեմ։ Խնդիր չունեք։ Պետք է խոսաս, խոսալու դարա։ Պետք է ծեփես դրանց բերանը մեծ աղբեր։ Պետք է փագես դրանց բերանը, մեռնեմ ձեզ։ Իմ քրեր, իմ աղբերն եք, դուք սաղդ իմ քուրիկներն եք, մեծ եք, իմ մոյմերն եք, իմ մորքուրն եք։ Ես խեղդվում եմ։ Ես այսօր լավ եմ տենում, կայֆավատ եմ ելնում դրանց վրա, բայց դրանց վրա ով դի կայֆավատ լինի, շատ իրանց ընտրողները, որ փողով հավաքվել են։ Ժողովուրդ ջան, մեծ ցավ էր, որ ինքը իր էշխելքով այտենց վիրավորեց իմ սրբությանը կպավ, հասկանում եք։ Այդ իմ համար ամենաթանկ ու կարևոր հատվածն է այս կյանքում, որ ես ունեմ։ Դրա համար ես տվել եմ իրանց արժանի պատասխանը։ Մերին էլ դատի ատվե, ես շատ շնորհակալ եմ։ Նաև շնորհակալ եմ Նատալից, որ այսօր չկա իմ էջում, իմ քուրիկը կզծծել է դրանց։ Կզծծել է, բառից բուն իմաստով կզծծել է։ Այսքանը ժողովուրդ ջան, լավ մնացեք, ձեր բոլորին շատ սիրում հարգում եմ։ Ժողովուրդ ջան, վաղը իմ հետ կապված անակնկալ կա, կհայտարարեմ, բայց երբեք դրա հետ կապված դուքները չգցեք, դա ընդամենը 5 օր ատևելու։ Ընդեղից եթեր կմտնեմ։ Մի խոսքով կխոսանք, լավ եղեք, բոլորից շատ սիրում հարգում եմ։ Աստված թողին վարչապետին առողջություն տա, հաջողություն տա, ուժու կորով տա ու բոլորին մի հիասթափվեք ժողովուրդ։ Ես եմ Ռուստամը, որ 18 թվից ծեծվում ջարդվում եմ, նույն ժպիտը դեմքիս է, լաչարանում եմ նույն մկանները սա ձգված, միևնույնն է ես հպարտ կանյաց եմ, մեռնեմ քեզ իմ վարչապետ, իմ երկիր, իմ պետություն, իմ պետականություն, իմ հետևորդներ, իմ սրբություններ, իմ մերեր, քուրեր, ձեր մազին կպնողին, ինչքան մաս կա տարբեր տեղերից, կհանեմ կմցնեմ նույն տեղը, բերանը։ Բարձ ասեմ, եթե մի բան իմ մերերին ու քրերին է վերաբերվում։ Այսօր դրանց էշերից մեկը գրել էր, քո բանը բուրդ է։ Ասեցի, եթե դուք եկել եք Հայաստան բավարարելու, խորհուրդ կտամ տղամարդկանց բավարարեք ու տեսնեք, որ բոլորինն էլ մի քիչ տեղ բուրդ է։ Տականք է, սրանց պետք է պատասխանես ամենավատ ձևով։ Ես բաներ կա, որ քֆրտում եմ, ասում եմ, դուք իմ մերերն եք, իմ քրերն եք, իմ հերեր, ծնող եք, աղբեր եք։ Ներվերս տեղից չի տալի, բայց դուք ինձ ընդունում եք, որովհետև ես խոսում եմ բոլորի տեղը։ Մեռնեմ ջանիդ, այտան Աստվածը 30,000 աշխատող 300,000 աշխատանքի տեղ բաց խոստացավ չբացեց, բայց դու մի րոպեում 300,000-ը սիր դրեցիր։ Սրտերով լնենք, փոխադարձ լինի ամեն ինչ, տենց է սերով մնանք։ Բոլորից շատ սիրում հարգում եմ, լավ մնացեք։ Կարինե ջան, քո հետ վաղը կխոսամ անպայման մեռնեմ արև։ Բարի գիշեր իմ հետևորդներ, իմ սփյուռք, իմ հայեր, միշտ իմ կողքն եկել է։ Ինձ 5 հոգի գրել են մեր ժողովրդից, ասма տղա ջան, դու պետք է պատերազմի օրվանից ելներ, դու ուր ես, ասեցի հարազատս կներես, բայց երևի դուք ինձ չեք նկատել, ես հեղափոխության օրվանից կամ ու ես իշխանության կողքին եմ, ժողովուրդ ջան, ես ռեստորանում աշխատում եմ, իմ սինին շպրտել եմ ու եկել եմ իմ վարչապետի հետ քայլել եմ, հասել եմ հրապարակ, ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորից շատ սիրում հարգում եմ, երբեք մի հիասթափվեք, երբեք խորհուրդ կտամ, թող ընկանայք էլ որ բարձրացել են ավտոբուս իջել են, նրանք էլ չի հաստատվեն։ Հիմա ջահել տղա է, ինչքան կարեցել է բավարարել է, էլ բամփասանքի առիթմի սարքեք։ Այն տարիքում եկել ձեզով պետք է բավարարել այ բալաջան։ Էլը փառք տանք ասում։ Լավ է, չեմ բողոքում։ Ձեր տարիքում շատ խունկ ծխեին ձեր վրա, ձեր սիրելի քահանաները։ Իմ շատ մեծ հարգված մորքուրս եկա, մորքուր ջան, բարև մեռնեմ ջանին։ Ժողովուրդ ջան, տեսնում եք իմ մորքուրներին, իրանք տարիքով կանայք են, իրանց սոցիալ փողից բռնած ուղարկել են հայ զինվորին։ Հեռախոսս ընկելա ջուրը, իմ էկրանս լրիվ ավիրված է, չեմ կարող նորմալ կարդամ։ Մորքուր ջան, ամենալավ բաները ձեզ իմ սփյուռքի հայեր, դուք միշտ մեր կողքն եք եղել, ոչ մեկ ձեզ չի մոռացել, ոչ մեկ ձեզ չի ուրացել, թող են ձեզնից ինչ պակասացել է հայ ազգը, հայ զինվորը, հայ հաշվանդամ ընտանիքը, թող Աստված կրկնագին ձեզ տա, մեռնեմ ձեզ, լավ մնացեք, Աստծով մխիթարված եղեք, իմ ձևով շարժումն էլ թող բավարարված լինի, իր բավարարող համակարգով, ովքեր որ եկել են Հայաստան, մինչև անգամ տրանսպորտ են ստեղծել, որ չբավարարվածները չեթան հասնեն իրանց կառույց, ցիրկ, իրանք մոդենան շուշուտ ավտոբուսի մեջ բավարարեն, ճանապարհեն, գոհ մնացեք, ինչքան կարում այդքան են բավարարում, մի բողոքեք, այդ տարիքի տղա 31 տարեկան է, նոր իմացել է, որ 20 տարի է իր հոր տղեն է, այդ էշխելքով այդքան էլ որ բավարարում է գոհել եք ժողովուրդ ջան, այսօր իր նկարը դրել եմ իստորիա, արդեն 11,000-ից ավել լայքեր հավաքել, շնորհակալ եմ քեզ, չբավարարված, բայց բավարարող համակարգ, շատ շնորհակալ եմ, լավ մնացեք իմ հետևորդներ, առողջ եղեք, կայուն եղեք, ժողովուրդ ջան, մտե փոքր բան ավելացնեմ, նոր դուրս գամ, մեր շատ հարգված աղբերներից Պորտմանը կորցրել է բումաժնիկը ու ամբողջ իր դոկումենտացիան գումարի հետ մեջն ա եղել։ Ես հրապարակել եմ դա կիսվեք ձեր էջերով, խնդրում եմ գրված անուն, ազգանուն, հասցե, թե ինչ դոկումենտներ կան, մեջը հրապարակված է։ Խորհուրդ կտամ դա կիսվեք օգնելու կարգով, միշտ այնց ուրախ մնաք հարազատներս։ Օգնելու կարգով կիսվեք, եթե ինչ որ մեկն էլ գտել է, թող փոխանցի դա ինձ, մենակ դոկումենտները։ Ինձ գումարը պետք չի։
Մեզ գումարը պետք չի, մենակ դոկումենտները։ Իրա կողմից, մեր կողմից իրան որպես շնորհակալություն։ Կիսվեք էդի, ես տարածել եմ իմեջով, ես հիմա նորից կթարմացնեմ դա, օգտակար լինենք, որովհետև այսօր դոկումենտները վերականգնելը այդքան հեշտ չի, մի ամբողջ դոկումենտներ է։ Խնդրում եմ այդ հարցում էլ օգտակար եղեք։ Ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, բարի գիշեր բոլորիդ շատ սիրում հարգում եմ։ Այն ձեր տված դուխով Ռուստամ Ավագյանն ինձ ոչ մի բան պետք չէ, որ ձեզ ունեմ, էդի հերիքա։ Մեռնեմ ձեզ, Աստծո վլնեք, բարի գիշեր, խաղաղ գիշեր հայ զինվորին, հայ ազգին։ Լավ մնացեք, բարի լուսաբաց։